Գոյամարտ սերիալը հիմա հասել է մի կետի, որտեղ լարվածությունը միախառնվում է հույսի հետ և յուրաքանչյուր փոքր դրական փոփոխություն դառնում է մեծ իրադարձություն։ Դավիթի հիվանդանոցային տեսարանները շարունակում են լինել սյուժեի ամենազգայուն և ամենահուզիչ հատվածը։ Այն պահը, երբ Դավիթը շարժում է մատը, իրականում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես բժշկական նշան։ Դա առաջին իրական հույսն է, որ նա կարող է վերադառնալ կյանք։ Մանանի ներկայությունն այդ պահին ևս շատ խորհրդանշական է։ Նա, ով երկար ժամանակ անուղղակիորեն կապ ուներ խնդիրների հետ, հիմա առաջիններից է, ով տեսնում է այդ փոքր, բայց կարևոր առաջընթացը։ Այս տեսարանը կարծես ասում է՝ ամեն ինչ դեռ կորած չէ։ Բայց հենց այդ հույսի կողքին հայտնվում է նոր, շատ ծանր խնդիր՝ գումարը։ Բժիշկը Լեոյին ասում է, որ անհրաժեշտ է $80,000։ Սա այնպիսի գումար է, որը Լեոյի ընտանիքի համար գրեթե անհնար է գտնել։ Տան վարձ, առօրյա ծախսեր, Դավիթի վիճակը՝ այս բոլորն արդեն ծանր բեռ են, և այս թիվը կարծես լրիվ փակուղի է ստեղծում։ Լեոյի համար սա դառնում է հերթական հարվածը, նա արդեն պայքարում է ամեն ինչի դեմ՝ ցավի, անարդարության, կորուստների և հիմա նաև գումարի խնդրի։ Բայց մի բան հստակ է՝ նա երբեք չի դիմի Հունանի ընտանիքին։ Նրա ինքնասիրությունը, նրա հոր հիշատակը և ամբողջ այս հակամարտությունը դա թույլ չեն տա։ Եվ հենց այստեղ է, որ սյուժեն կարող է կատարել ամենահետաքրքիր շրջադարձերից մեկը՝ Ավոյի կերպարը։ Շատ հեռուստադիտողներ արդեն զգում են, որ Ավոն այնքան միանշանակ բացասական չէ, որքան թվում էր սկզբում։ Նրա գործողությունները, նրա որոշ լուռ պահերը, նրա արձագանքները ցույց են տալիս, որ նրա ներսում կա մի ուրիշ շերտ։ Հնարավոր է, որ հենց նա որոշի օգնել, բայց ոչ բացահայտ, ոչ այնպես, որ բոլորը տեսնեն ու գնահատեն, այլ գաղտնի։ Եթե Ավոն իսկապես վճարի Դավիթի բուժման գումարն առանց իր անունը բացահայտելու, դա կլինի նրա կերպարի ամենամեծ շրջադարձը։ Դա կնշանակի, որ տարիներ առաջ նրա հեռանալը գուցե ամբողջությամբ եսասիրական քայլ չէր։ Գուցե նա իսկապես փորձել է ինչ-որ կերպ պաշտպանել, թեկուզ սխալ ձևով։ Այս քայլը կարող է փոխել ամեն ինչ։ Եթե ճշմարտությունը բացահայտվի, ընտանիքը կանգնելու է շատ բարդ ընտրության առաջ՝ ընդունել Ավոյին, թե մերժել նրան՝ անկախ ամեն ինչից։ Ներումն այստեղ դառնում է շատ կարևոր թեմա։ Արդյոք հնարավոր է ներել տարիների բացակայությունը, դավաճանությունը, ստերը։ Թե կան բաներ, որոնք չեն ներվում, անգամ եթե մարդ փորձում է ուղղել իր սխալները։ Պապի կերպարն այստեղ կարող է դառնալ որոշիչ։ Նա միշտ եղել է այն մարդը, ով տեսնում է ավելի խորը, քան մյուսները։ Եթե նա զգա, որ Ավոն իսկապես փոխվում է, գուցե հենց նա լինի առաջինը, ով կփորձի բացել այդ դուռը։ Մյուս կողմից Լեոյի արձագանքը։ Այս տեսարանը նաև ցույց է տալիս, որ Մանանը հայտնվել է շատ բարդ դիրքում։ Նա կապ ունի երկու կողմերի հետ և չի կարող լիովին կանգնել ոչ մեկի կողմում առանց կորցնելու մյուսին։ Եվ ահա ամենակարևոր զարգացումներից մեկը Դավիթ պապի քայլն է։ Նա գնում է ոստիկանություն։ Սա կարող է դառնալ ամբողջ պատմության շրջադարձային կետը։ Եթե նա իսկապես բողոք ներկայացնի, ապա ամեն ինչ կմտնի իրավական դաշտ, Գրիշոն կհայտնվի օրենքի առաջ, Հունանի ազդեցությունը կփորձվի և շատ գաղտնիքներ կարող են բացահայտվել։ Բայց կա նաև այլ տարբերակներ։ Պապը կարող է կանգ առնել վերջին պահին։ Նա կարող է ընտրել ոչ թե օրենքը, այլ ընտանիքը, ոչ թե պատիժը, այլ ինչ-որ այլ լուծում, հաշվի առնելով նրա բնավորությունը և անցած կյանքը։ Սա նույնպես շատ հնարավոր է։ Սա շատ բարդ ընտրություն է՝ արդարություն, թե ընտանիքի փրկություն։ Այս որոշումը կարող է փոխել ամեն ինչ։ Իհարկե, հնարավոր է, որ Մանանը զանգահարել է Գրիշոյին, որպեսզի տեղեկացնի, որ պապը գնում է ոստիկանություն, և հնարավոր է Հունանն ավելի արագ հասնի պապին, քան պապը ոստիկանություն։ Հրապարակված տեսանյութերից երևում է, որ Հունանը գալիս է Դավիթ պապի տուն։ Գալիս է խնդրելու, որպեսզի հավանաբար բողոքը հետ վերցնեն, որովհետև նրա դեմքի արտահայտությունն ավելի խեղճացած է, քան ինչ-որ բան պահանջող։ Թե ինչ զարգացումներ են լինելու այս ամենից հետո, ցույց կտա ժամանակը, բայց հեռուստասերիալում լարվածությունը հասնում է գագաթնակետին, իսկ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային ու դիտվող քննարկվող նախագիծը։
Յուրաքանչյուր օր բազմահազարանոց հեռուստադիտողներ ու հետևորդներ դիտում են ու քննարկում հեռուստասերիալը։ Իսկ եթե դուք էլ եք ցանկանում իմանալ, թե ինչ գաղտնիքներ են սպասվում հեռուստասերիալում և երբ են բացահայտվելու այդ գաղտնիքները, ապա չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ եք խոչընդոտի Դավիթ պապին, որպեսզի նա գնա ոստիկանություն ու պատմի ճշմարտությունը, ով կամ ինչը կլինի պատճառ, որ նա չհասնի տեղ։ Արդյոք ինչ-որ մեկը կփորձի նրան վնասել կամ կանգնեցնել։ Ընդամենը մի քանի ժամ ու բոլոր գաղտնիքները կբացահայտվեն, իսկ դուք այդ ընթացքում միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։